Երեք տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ եւ տարածող մամուլի հաղորդագրություններից հստակորեն երևաց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը, այն է լուծել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության վերականգնման եւ այլ կարևոր հարցեր, փաստացի ռուսական կողմը ըստ էության շարունակում է այն կեցվածքը, որը որդեգրվել է Փաշինյանի ռեժիմի հանդեպ, հենց Փաշինյանի քաղաքականության արդյունքում։ Այսօր այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանի հետ։ Ողջույն Հովհաննես։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Դուք երեք ձեր Facebook-յան տիրույթում արձագանքել եք տեղի ունեցածին, նշելով, որ բոլոր կողմերը այս ռեժիմի հետ խոսում են այլևս վերջնագրերի տեսքով։ Մի կողմից Ադրբեջանն է ասում, որ պետք է սահմանադրությունը փոխվի, մի կողմից ռուսական կողմն է նշում, որ հանրաքվեի անհրաժեշտություն կա, որ ժամանակն է արդեն կողմնորոշվել ԵԱՏՄ, ԹԻՄ։ Ձեր կարծիքով ինչի հետևանք է սա։ Դավաճանության, շատ պարզ։ Երբ որ եկել է ինչ-որ մեկը, որը իր ժողովրդի շահը հանձնում է աչուձախ զուտ իր կմահաճույքների համար, այսինքն ինքը ինչի կարողացավ գա իշխանության, ինքը կարողացավ գա իշխանության ժողովրդի ցանկությունների հիման վրա, թե ազգային, թե սոցիալական ցանկությունների հիման վրա։ Այսինքն ընտանիքի անդամները ուզում էին մի իրավիճակ, որ ինքը ասաց, հա, ես այդ իրավիճակը բերողն եմ։ Ու տրամագծորեն հակառակը արեց։ Բոլորին խաբեց, բայց սկսեց մարդկանց շանտաժով, կաշառքով, այդ պարգևավճարներով եւ այլն, այդ խաղերի տեսության համաձայն, ասես պահել այդ մարդկանց իր շուրջ, որպեսզի կարողանա իշխանությունը պահել։ Այսինքն իշխանությունը չի համապատասխանում քաղաքացու շահերին, բայց իշխանությունը նաև չի կարա հանձնի, որովհետև հղի է անձնական հետևանքներով իր ճակատագրի համար։ Հիմա այդ պայմաններում, երբ որ դու եկել ես ու ոչ թե քո ժողովրդի շահերն ես իրականացնում, այլ քո կմահաճույքները, ասում ես, ինչ չի հետաքրքրում, ով ինչ է մտածում, ինչ պատմական Հայաստան, ինչ, չգիտեմ, բան, զինվորներ, որոնք իրենց կյանքն են տվել, ինչ Արցախ, հանուն ոչնչի։ Հա, էլի հանուն ոչնչի։ Ինչ Արցախ, ինչ բան, ես ոնց ուզում եմ, տենց պետք է լինի, լակոտի նման, էլի փոքրիկ կապրիզնի երեխեք են տենց լինում, որ մտածում ես, ասում ես, այս երեխան մեծանա, տենց չդառնա։ Ու հիմա դրա արդյունքում ինքը քանի որ բախվել է այդ իրավիճակի, ինչը մի կողմում, ասենք, մեր առևտրականներն են, մի կողմում իր ցանկությունները, կմահաճույքները, եւ ոչ միայն իր թիմում էլ տենց մարդիկ կան, չէ, որ բան Եվրոպա գնալով, գորգորալով Եվրոպային ուզում մտնում, այս Եվրոպայի հետ մի այսքան կապ չունեն այդ մարդիկ, էլի, այն լուսավոր Եվրոպան նկատի ունեմ, որը մեզ հայտնի է իրենց տված փիլիսոփաներից։ Ու հիմա այդ դավաճանության արդյունքում ինքը ճունի ժողովրդի աջակցությունը, իրան մնացել է բաները, ինչ որ աշխարհի կենտրոններ, հիմա ով ավելի լավ իրան շանտաժի մեջ է պահում եւ բնականաբար Թուրքիան ու Ադրբեջանն են իրան ամենալավը պահում, որովհետեւ ինքը նաեւ քաղաքական Թուրք է, այսինքն իր ցանկությունները համապատասխանում են Թուրքիայի ու Ադրբեջանի ցանկություններին։ Հա, շահերին, ցանկություններին, ճաշակին եւ այլն։ Բայց հիմա իրան է փաստորեն այդ ռուսական շուկան այնուամենայնիվ պետք է որ ստեղ հանկարծ բունտ չառաջանա էլի իր դեմ։ Եվ փաստացի մենք տեսնում ենք, որ ռուսները շարունակում են իրենց կոշտ կեցվածքը եւ հետաքրքրական է, որ թե օրինակ ռուսական կողմը եւ թե չինական կողմը չշնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին այսպես ասած, հա, չակերտավոր վերընտրության համար։ Կարևորը Մակրոնը 123 անգամ շնորհավորել է։ Նրանց տեղն էլ է շնորհավորել։ Եվ դեռ կշնորհավորի։ Մենք տեսնում ենք, որ այս ռեժիմի բռնաճնշումները իրենք շարունակական են եւ հետաքրքիրն այն է, որ Հայաստանում այլևս կառուցված ավտորիտարիզմը փոխարինվում է կամ փոխակերպվում է դեպի տոտալիտարիզմի, իսկ մենք գիտենք, որ տոտալիտարիզմը դա առնչվում է արդեն բոլոր ոլորտներին։ Օրինակ նույն մշակույթ ասվածին, որտեղ բացառվում է մշակութային պլուրալիզմ ասվածը։
եւ մենք դրա վերջերս դրա ապացույցը տեսանք, երբ որ օրինակ դպրոցներից մեկում հակապետական էին համարել արցախցի երեխայի նկարած նկարը տատիկ պապիկի արցախյան սիմվոլներով, սա ինչի մասին է խոսում, այսինքն այս վերահսկողությունը այլևս մտել է յուրաքանչյուր ոլորտ։ Հա, եթե մի հոգի ուզում է իր ցանկությունները այտենց իրականանում, այսպես խնդիրների ենք բախվում, որտեղ այստեղ միայն ցենզուրայի հարց չի, արդեն վատ է, որ առնչվել ենք դպրոցում, երաշտական դպրոցում, այսպես ցենզուրայի հետ, գրաքննության հետ, բայց այստեղ նաև երեխայի իրավունքների հարցն է։ Այսինքն երեխան նկարել է իր ցանկությունը, իր պատկերացրածը երևակայածը 10 տարեկան երեխա։ 10 տարեկան ինչ է, 3650 օրեկան էլի, մի քիչ մի քանի օր էլ ավել։ Հիմա այդ երեխան նկարել է այդ, սրանք պատից հեռացնում են դա։ Դուք պատկերացնում եք երեխայի համար դա հավերժ կյանքի ստրես է դա։ Իր երևակայածը տենց վայրենաբար հանելու։ Իհարկե սա նաև ցույց է տալիս, որ ոչ միայն ցույց է տալիս, այլ մենք ունենք տեղեկություններ, որ դպրոցներում բան կա իջեցրած, հրաման կա իջեցրած, որ Արցախին առնչվող որևէ բան չնկարեն, չլինի որևէ Արցախի հետ կապված քարոզչություն, ծաղելի է, չէ, Արցախի հետ կապված քարոզչություն, ոնց որ ասես Գյումրու հետ կապված քարոզչություն հանկարծ չլինի։ Հա, բայց նաև մյուս կողմից ողջունելի է այն արձագանքը, որը ստացավ, այսինքն այդ պաշտպանությունը երեխայի եւ դա ցույց է տալիս, որ հասարակությունը ինչքան էլ սա փորձում է հիվանդացնի, ինչքան էլ ախտահարի, հա, այս հասարակությանը, այնուամենայնիվ դիմադրություն կա։ Հա, կա այն հիմնական իրական Հայաստանը կա, սրանց իրականը, չէ՞, իրական Հայաստանը գոյություն ունի եւ այդ մարդկանց սրտերում եւ ուղեղներում է։ Ու արդյունքում մինստեր գալուց առաջ էլ տեսա, որ Արարատ են բարձրացրել, հա, այդ իհարկե տխուր սիմվոլիկա է, որտեվ փաստորեն թե Արարատը, թե այդ տատիկ պապ մենք ենք մեր սայրի արձանը, փաստորեն հիմա մեր վերահսկողության տակ չեն, գոնե Արարատ կարողանում ենք բարձրանանք, բայց Ստեփանակերտ այս պահին չենք կարողանում գնալ, բայց ողջունելի է, որ այդ հասարակությունը արեց եւ ես վստահ եմ, որ դեռ շարունակելու են իրենց խոսքը ասել այս հարցերում։ Շատ դեպքերում նույնիսկ մարդիկ արդեն այնքան է սա Իրանը արել, որ մարդիկ արդեն ինքնացենզուրայի են իրենց ենթարկում, զգուշ են մնում, որ կարող է ասենք որևէ հետևանք չունենա, բայց ասենք կզգուշանան, էլի, չգիտեմ, օրինակ Արցախի դրոշով միտեղ երևալուց կամ հանդես գալուց։ Այդպես խայտարակ վիճակ է այս մեր շահերին հակառակ գնացող մարդը։ Եվ հիմա էլ ընտրական իրավունքից փաստորեն զրկում է, որ կրկին հասարակությունը իրական Հայաստանը չվերականգնվի, էլի։ Արդյոք սա նեոբոլշևիզմ չէ։ Ամեն ինչ է, համ նեոբոլշևիզմ է, համ նեոֆաշիզմ է, համ նեովոչինչիզմ է։ Այն ինչ որ սրանք անում են, իբր տենց բոլշևիկների դեմ է, չէ, բան, այդ մեթոդաբանությունը նույնն է։ Հա, եկեղեցու դեմ արշավում են, Արցախը հանձնում են, վերջի ով էր հանձնել Արցախը բանին, Ադրբեջանին, բոլշևիկները։ Հայկական դրոշը չեն թողնում ծածանվի, այս պարագայում Արցախի դրոշը չեն թողնում։ Բանտարկում են բանի բոլոր ազգային գործիչներին։ Մեծահարուստները, որոնք պայքարում են իրենց ինքնության համար, փաստորեն շատ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել։ Մեծահարուստները Հայաստանի դարել են մի տեսակ ձախական, որտեվ այս մեծահարուստները, երբ որ մտնում են պայքարի մեջ, ի վերջո Հայաստանում ճնշված խաղաղ ովքեր են, աշխատավորներն են, հիմա ամենաճնշվածը գյուղացիները, սահմանամերձ արցախցիները եւ այլն։ Ու ոնց որ այս մեծահարուստները մտնում են պայքարի մեջ, իրանք իրանցով դառնում են ձախական, այդ հավասարության, արդարության կողմի համար պայքարող մարդիկ են դառնում։ Շատ պարադոքսալ վիճակ է ստացվել։ Նայեք, թե Ռուբեն Վարդանյանը, հա, որ որոշեց գնա եւ մասնակցի Արցախի պաշտպանությանը, թե Սամվել Կարապետյանը, թե հիմա Գագիկ Ծառուկյանը, այս բոլոր մարդիկ փաստորեն ասացին, որ մեզ այդքան էական չի մեր հարստությունը, որքան ազգային արժեքները։ Ինքնությունը, հա։
Մենք նաև տեսնում ենք, որ բացի այն, որ բռնաճնշումների են ենթարկվում մեծահարուստ դասը, այն դասը, որը չի լռում, մենք նաև տեսնում ենք, որ եկեղեցու նկատմամբ նախընտրական շրջափուլից առաջ բավականին լուրջ գրոհ էր իրականացվում եւ պահ եկավ, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ներկայացրեց, որ կաթողիկոսին հեռացնելը լինելու է իրենց ծրագրային դրույթներից համալիրության խախտում էլի ամենակարևոր կետերից մեկը։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ գոնե այս ճակատում որոշակի դադար է։ Դադար չի, ոչ ամենևին դադար չի, ինքը իր դիրքերը պահում է, ամեն օր գնում է Կիրակի օրը եկեղեցի, իրանք խորհրդակցում են այդ իրանց տիրադավերի հետ, բյուրեղացնում են այդ խումբը, իրանք պատրաստվում են ազգային ժողովի անդրանիկ նիստին ինչ որ նոր սադրանք իրականացնելու կաթողիկոսի փոխարեն որևէ տիրադավի մասնակցությամբ, ինչը նաև հարված է հասցնելու դիմադրության ուժերին, որովհետև փաստորեն, եթե ոչ թե կաթողիկոսի, այլ տիրադավի օրհնությամբ ես մասնակցում ազգային ժողովի նիստին, ոնց որ ավտոմատ իներցիայով ընկնում ես այդ տիրադավի օրհնության տակ։ Հիմա ասենք ո՞նն է լինելու մեր դիմադրության ուժերի դիրքորոշումը այդ պահին։ Ինչ պիտի անեն։ Արդյոք հիմա որ ասում ենք որևէ բան չեն անում, մի տեսակ հանգստություն է իջնում մեր վրա, բայց ես օրինակ ինքս տեսնում եմ իրանց կողմից ինչ քայլեր կարող։ Հա, ես տեսնում եմ ինչ քայլեր իրանք կարող են անել։ Հիմա այս ինչ որ ես ասեցի, այս սցենարները, իրանք հավանականություն են տեղի ունենալու։ Պարզ հարց, հիմա ես հարց եմ տալիս մեր դիմադրության ուժերին, որոնք վերցրեցին մանդատները։ Եթե Միրզախանյանը կամ ասենք Կճոյանը եկան ազգային ժողով ու կամ ավելի վատ, այն Գևորգյանն ինչ էր, որ բան արեցին, կարգալույծ արեցին, Մասացյոտնի նախկին թեմի առաջնորդը։ Արմանը, ենթադրենք, բերում է, դեսան շատ չկա։ Ու ասում է դու պիտի օրհնես ազգային ժողովի առաջին նիստը։ Ինչ է լինելու մեր падգամավորների նոր վարքը։ Հիմա հիմիկվանից պետք է մտածել։ Շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, այո, որովհետև շատ հնարավոր է նմանատիպ սցենար, մանավանդ որ մեդիատիրույթում եւ հասարակական քննարկումներում խոսվում է արդեն դրա հավանականության մասին եւ պետք է հենց այս պահից դիմադիրները հասկանան, թե ինչպիսի հակաքայլեր պետք է լինեն, որ չհայտնվենք կոտրած դաշտակի առջև եւ առհասարակ դադարենք լինել արձագանքող միայն։ Տեսեք, օրինակ հիմա Նիկոլ Փաշինյանը, որպես ադրբեջանցի հմուտ բլոգեր, իբր թե արձակուրդավերց է, բայց ինչ-որ հեռախոսազանգեր է անում ուրիշ պետության ներկա բանի ղեկավարին։ Վստահաբար նա պարապ նստած չի։ Գործ է անում։ Դա հիմա բանը ունի ինքը մի հատ վարչապետի պաշտոն, մի հատ ադրբեջանցի բլոգերի պաշտոն։ Գնում է մտնում է եկեղեցիներ, ինչ գոշավանքեր գնացել բան։ Եւ դա ասենք հիմա ենթադրենք էսկալացիան տարավ մինչև Էջմիածին, գնում է Էջմիածին։ Ինչ ենք անում այդ պարագայում։ Այս պարագայում երևի ճիշտ կլիներ ուղղակի, ասենք, շարունակվեր դիմադրության ուժերի կողմից եկեղեցի գնալը, աջակցություն հայտնել, պարզապես, sense տեմպը պահելը, այսինքն կրակը բան վառած պահելը, հա, որ հենց պահը գա, sense պետք լինի անել, միանգամից բոլորս համախմբվենք։ Ցավոք սրտի, այս ամառը այդքան չօգտագործվեց նոր ինչ-որ ռազմավարություններ ստեղծելու վրա, ավելի շատ օգտագործվեց մանդատներ վերցնել, չվերցնելու հարցի վրա, գիտեք, այդ այնտեղ երևում էր, արտաքինից երևում էր, հա, խոսակցություններից, ինչ-որ պարակտությունների վրա, իսկ քաղաքացիական պայմանագիրը ինքը կարա երկու ձև հիմա գնա առաջ, կամ շանտաժ, բոլորին թվում է, թե շանտաժով են վերցնելու գողություն անելու падգամավորներին, որ բերեն Սահմանադրության հանրաքվե դնեն, բայց պետք չի մոռանալ, որ նրանք քաղաքական թուրք են եւ նրանք նաեւ ունեն շոյելու քաղաքական արվեստը, այսինքն նոր падգամավորներ են գալիս, Հայաստան դաշինքը դե արդեն գիտի, չէ՞, գիտեք ինչին է նման, որ հայերը ենթարկում են ցեղասպանության 100 տարի հետո
ոնց է թուլանում է այդ զգոնությունը, այնտեղ որոշակի տենց մարդիկ են ներմուծվում, որոնք ասում են դե Թուրքիա չի, հետո այնտեղից Թուրքիայից սկսում են շոյել, վայ, այսինչ լավն եք, բան, գիտեք, մենք լսեցինք ձեր մտքերը, շատ հետաքրքիր բաներ եք ասում, սենց Նիկոլ Փաշինյանն աճեցնում ու համբ են անում, էլի։ Եվ այն շատ նման է այդ իրավիճակին, նախորդ խորհրդարանը ոնց է թրծվածներ, գիտեր ի վերջո ով է քաղաքացիական պայմանագիրը կամ եթե լրիվ չգիտեր, մասամբ գիտեր։ Հիմա նոր մարդիկ են գալիս եւ քաղաքացիական պայմանագիրը մեծ հնարավորություն ունի քաղաքական պեդոֆիլիայով զբաղվելու եւ դա շատ վտանգավոր է, որովհետեւ մի կողմից եթե այս կողմը սիրաշահում է, այս կողմը դառնում է ավելի, գիտեք ոնց բան, նահապետական ու եթե համայնքից մեկը սխալվում է, դուրս են հանում համայնքից, սա համբ է անում։ Պատկերացրեք այդ մոդելը ու այդ մի վտանգը կա, դե մյուսն էլ, որ ասենք հասարակությունը կնայի, ասենք, չգիտեմ, պատկերացրեք, ենթադրենք Ռուբեն Ռուբինյանը ինչ որ մեկին ծաղիկներ ա նվիրում կամ չգիտեմ, սրճարանում նստած են իրար հետ, նկարելու են, գցեն ինտերնետ ու սկսեն բան անել, վարկաբեկել, հասարակությունն էլ սկսի իրենց դեմ գնալ։ Ասենց բաների պետք է պատրաստվի հիմա նոր դիմադրության։ Հայաստանում տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան եւ նաեւ ընտրությունների օրը, ընտրություններից հետո, ընտրություններից առաջ բազմաթիվ մարդիկ, Արմեն Աշոտյան, Գագիկ Ծառուկյան, նաեւ այլ դեմքեր, որոնք միգուցե ավելի քիչ են հայտնի հանրությանը եւ եկեք փորձենք հասկանալ քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար ինչ քայլեր պետք է իրականացնի ընդդիմությունը, որովհետև ձեր նշած խնդիրները, որ թեկուզ եկեղեցու հարցում այս վտանգներն են առկա, նաև քաղաքական բանտարկյալների ազատ արձակման համար տեղ ունեցող պայքարում բնականաբար դրանք եւս կան եւ մենք տեսանք, որ այնուամենայնիվ այդ համակարգային դիմադրությունը դեռևս չի ստեղծվել։ Հա, ինչ որ բաներ ստեղծվել են, իհարկե, նես չի որ ընդհանրապես չկա։ Ես կարող եմ ասել, նոր քաղաքական բանտարկյալներ ունենալու համար ինչ չի կարելի անել, չի կարելի գնալ պայմանավորվածության այս իշխանության հետ։ Մենք չենք տեսնում այդ բաները, պայմանավորվածությունները, հա, կուլիսային, բայց հետո հասկանում ենք, էլի, որ այնուամենայնիվ կուլիսների հետևում բանակցել են իրար հետ, ես ասել հա դե կազատենք, սրանք ազատել են, ինչ որ բանի դիմաց եւ այլն, հա, այդ շատ լավ հասկանում ենք, որ կուլիսային բանակցությունների գոյություն ունեն։ Եվ դա իրականում հենց տալիս է հնարավորություն սրանց շարունակելու այդ խաղը, այդ մեթոդը խաղերի։ Հիմա ամեն մի քաղբանտարկյալ ինչ որ նպատակով է բանտարկված։ Օրինակ, Անդրանիկ Թևանյանը բանտարկված էր, որպեսզի ԲՀԿ-ի ձայները հետո գողանան։ Դա ակնհայտ է եւ որպեսզի այդ շարժում չառաջանա այդ հետընտրական process-ում կամ ինչպես նաեւ ընտրական կազմակերպվածության արդյունքում ձայները ավելի պակաս լինեն ԲՀԿ-ի։ Ավետիք Չալաբյանը օրինակ իրան բանտարկեցին այն պահին, երբ որ Սահմանադրական դատարանը պետքա քններ ընտրությունների հարցը եւ բաներ։ Եվ Չալաբյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտից կոչ էր արել, որպեսզի բան անեն։ Սահմանադրական դատարանի մոտից չհեռանան, մնան այնտեղ, այսինքն ինչ որ քաղաքական երևակայական process-ներ էր արթնացնում։ Բայց այդտեղ կարևորը Ավետիք Չալաբյանը եւ Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ Կարապետ Պողոսյանը, Գյումրեցի, այս երեք մարդիկ արդեն երկրորդ անգամ են իրենց կյանքից օրերից զրկվում, սրանց պատճառով, հասկանում եք, այսինքն Նարեկն ու Վազգենը։ Ահա, իրանք էլ Նարեկն ու Վազգենն են երկու անգամ են։ Երկու անգամ։ Այսինքն մենք գործ ունենք մի հատ ապարատի հետ, որը մարդկանց, անմեղ մարդկանց զրկում է կյանքի օրերից, հետո պարզվում է, որ անմեղ մարդկանց զրկել է կյանքի օրերից, հետո նորից է զրկում։ Հասկանում եք։ Ու այս իրավիճակի մեջ Եվրոմիությունը աջակցում է այս մարդկանց, այս իշխանություններին։ Այսինքն Եվրոմիությունը այս պահին
դարել է քաղբանտարկյալների հենարանը, կենտրոնը, ինքը կապ չունի Եվրոպայի հետ, բացարձակ։ Այն Եվրոպայի, որ մենք գիտենք, հա, այն Մոնտեսքյո բան, Ժան-Ժակ Ռուսո եւ այլն, հա, քաղաքացիական պայմանագիր բան։ Հա, ու այս իրավիճակում մի կողմից պետք է հասկանալ, որ եթե ինչ-որ նպատակով մարդուն կալանավորել են, պետք է պայքարել այն նպատակը, որի համար որ մարդուն կալանավորել են, դրա դեմ։ Մի օրինակ բերեմ։ Երբ որ Սամվել Վարդանյանին զազրելի ձևով բռնեցին, խոշտանգեցին, չէ, տարան։ Դա այն մի հատ պահ էր, երբ որ Կիրանցում Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր ինչ-որ պատային վիճակում, փակուղու մեջ։ Հա, փակուղու մեջ է, գյուղացիք չէին ընդունում, բոլորի ուշադրությունը այնտեղ էր, լրատվամիջոցներ, փաստաբաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բոլորի ուշադրության կենտրոնում այնտեղ էր։ Սամվել Վարդանյանի միջոցով ինքը իր համար միջանցք բացեց, որ գնա այնտեղ։ Հիմա իմ ասածը որն է, եթե Գագիկ Ծառուկյանին X նպատակի համար է ինքը բռնել, ուրեմն մենք պետք է պայքարենք այդ X նպատակը վերացնել, այդ X նպատակի դեմ։ Մոտավորապես, եթե Աշոտյանին, Ավետիք Չալաբյանին կալանավորել են, օրինակ, սահմանադրական այդ հանրաքվեն կեղծիքներով անցկացնելու համար, պետք է այդ մեր ուժն ու եռանդը, բացի նրանից, որ ներդնում ենք ազատության համար քաղբանտարկյալների, դնենք սահմանադրության այդ հանրաքվեն տապալելու վրա, էլի։ Խոսացիք Եվրոպական միության արձագանքի կամ ավելի դրա բացակայության մասին։ Մենք օրինակ հիշում ենք նախկին իշխանությունների ժամանակ, երբ ժողովրդական լեզվով ասած պայմանականորեն մեկի մազը ծռվում էր, ինչպեսի աղմուկ էր բարձրանում, թե այստեղի այսպես կոչված իբրև թե քաղ հասարակության ներկայացուցիչների, Սաքունցներ, Բարսեղյաններ, որոնք հիմա հարմարավետ տեղավորվել են այս իշխանության տակ եւ նույն Եվրոմիության դեսպանների կողմից։ Օրինակ Սվիտալսկին գնում էր Անդրեա Զուկասյանի դատավարությանները մասնակցում։ Հիմա եկեք հասկանանք։ Հիմա ԵՄ դեսպանը գնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին։ Ինքն էր, չէ՞ որ գնացել էր գիշերը բանին ընտրությունների ժամանակ։ Եվրոմիությունը ինչու է այս երեք դիմի խաղը իրականացնում։ Չէ՞ որ այնուամենայնիվ Փաշինյանի ռեժիմը մի օր ապամոնտաժվելու է եւ Եվրոմիությանը դրանից մնալու է այն, որ հայ ժողովրդի առողջ հատված այն հատվածը, որը որ տեսնում է թե ինչ է կատարվում, իր հիասթափությունն է ունենալու եվրոպական կամ արևմտյան արժեքներից։ Այսօր Վարուֆակիսին էի լսում, հույն քաղաքական գործիչ նախկին, ու Վարուֆակիսը այն կարծիքին էր, որ Եվրոպան վերածվում է ասենց մի հատ քաղաքական անապատի, որտեղ ինքը հետաքրքրություններ չունի, իր հետաքրքրությունները հանձնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, անվտանգությունը եւ մնացած ամեն ինչ, ու որևէ առնչություն չունի Եվրոպան, այլևս այն Եվրոպայի հետ, որը ինչպես մենք մի քանի անուններ նշեցինք, հա, այդ լուսավորչական այդ Եվրոպայի հետ։ Ինքս բազմաթիվ անգամ ասել եմ, այն հայերը, որոնք քաղաքական եվրոպացի են, այսինքն իրենց արժեքները համընկնում է եվրոպական արժեքների հետ կամ ձևավորվել են, օրինակ ես որպես եվրոպացի եմ, արևմտյան եմ ձևավորվել եւ թե կրթությունս, թե կարդացածս գրքերը, թե կինոները, թե շրջապատս մեծ մասը եղել է Եվրոպայից։ Ես եթե առաջին ինքնությունս հայն է, ածանցյալ ինքնությունս արևմտյան է, ուզեմ թե չուզեմ, տենց է եղել, ոնց է Բուրատինոն փայտից է, հա, նենց էլ կան տենց մարդիկ, որոնց ինքնության բաղադրիչներ շերտեր ունեն, հա։ Հիմա նայեք, այն ինչ որ կատարվում է Եվրոպայում, դա կատաստրոֆա է հենց իմ ինքնության այդ յենթա ինքնությանս համար։ Այնպիսի մարդիկ են եկել իշխանության, այդ ֆոն դեր Լայենները, Կայա Կալասները, Կոսերը, հա, որ բան են, Ծիրանի Մուրաբան, ինչ որ sense ցույց տալիս է շիտեղ են մեզ դրել բան, որ ինքը փաստացի Եվրոպան վերադարձել է ֆաշիզմի, այսինքն այն աշխարհակարգը, որը ստեղծվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հիմա մի հատ նոր եվրոպացի է եկել այդ իրանց առաջնորդները, ասում է սաղդ պիտի մեր նման լինեք։ Հիտլերը ինչ էր ասում, սաղդ պիտի մեր նման լինեք, մենք ենք
բանը վերազգը։ Հիմա սրանք են ասում, սաղը պիտի մեր նման լինենք, մեզ չի հետաքրքրում ընդ ռուս կա, որը ռուսական մշակույթ նիստուկացի իմաստով նաև ունի, մեզ չի հետաքրքրում Իրանը, մեզ չի հետաքրքրում Վրաստանը, դուք պիտի Չինաստանը, դուք պիտի Ռուսաստանի դեմ լինեք եւ վերջ։ Եթե դուք Ռուսաստանի դեմ չեք, դուք իրավունք չունեք ես։ Ռուսից դրուկ եք։ Հա։ Այնց հետաքրքիր է, համ չես կարող Ռուսաստանի հետ լինես, ըստ իրանց։ Համ երբ որ Ռուսաստանի հետ չես, Արցախից ես զրկվում, այնա Ուկրաինայում իրանց տարածքներից են զրկվում, իրանց երիտասարդներից են զրկվում։ Այն բանը լավ ասած են, Վրաստանի վարչապետը ասում է, Ռուսաստանը մեր պետության 20%-ը, հա, ինքնիշխանությունը չի ճանաչում, Եվրոպան 100%-ը չի ճանաչում։ Հիմա այս Եվրոպան, որը sense վերադարձել է այս ֆաշիզմի, ինքը նաև փաստորեն արդյունքն էր, որ աշխարհի երեսից 12000 քառակուսի կիլոմետր ժողովրդավարության տարածք հանձնվեց ադրբեջանական բռնապետության։ Այդ Եվրոպան էր, չէ՞, այդ Ֆրանսիայի Մակրոնն էր, չէ՞։ Շարլ Միշելը։ Հա, Շարլ Միշելներն էին, չէ՞, որ մասնակցեցին ժողովրդավար պետությունը, ծաղկող ժողովրդավարություն, որտեղ 5 նախագահեր փողը, տվեցին մեկին, որը ասենք կոռուպցիայի մեջ եվրոպական չինովնիկներին կաշառելով, նավթը ծախելով, քաղաքացիական հասարակություն, լրագրողներ, գիտնականներ, բանտեր գցելով, սպանելով, տենց իր ընտանիքի իշխանությունը պահում է։ Հիմա ըստեղից հետևում է, որ այն Հայաստանի այն իբրև թե եվրոպամետները, ում անունները դուք տվեցիք, հա, կլինի Սաքունցը, թե մնացած գրանտակերները, դրամաշնորհներով, եվրոպական դրամաշնորհներով աշխատող մարդիկ, իրենք պետք է անհանգստացած լինեին այս Եվրոպայից։ Իրենք պիտի անհանգստացած լինեին, որ Եվրոպան աջակցում է Հայաստանում մեկին, ով զավթում է դատարանները, ով ընտրական պաստառ պոկելու համար սպանում են Արմեն Հովհաննիսյանին, չէ՞, սպանեցին, ով կալանքը օգտագործում է որպես պատժի միջոց, ով զրկում է ընտրական իրավունքից Հայաստանի քաղաքացիներին, ով դատարանները զավթել է, ասացի, ով աշխատանքից հեռացնում է, ասենք ցեղասպանության թանգարանի տնօրենին Արցախի գիրք նվիրելու համար։ Սրանից պիտի անհանգստացած լինեն, ասեն Եվրոպա, ասեն, «Էս ում ես պաշտպանում, դու էս չես, մենք էս չենք Եվրոպա»։ Եվ ըստեղից ելնելով, բայց ինչի դա տեղի չի ունենում, այսօր էի դրա մասին մտածում, որովհետև երբ որ այս եվրոինտեգրացման process-ի մեջ են այս մարդիկ, այնտեղ չգիտեմ, բան արեցին, հարակվի արեցին։ Իրականում իրենք ստորադասում են Հայաստանը Եվրոպայից։ Իրենք ոնց որ իրենց ընդունում են որպես երկրորդ սորտի մարդ կամ պետություն, հա, ասում են դե Եվրոպան մեզնից լավն է, եկեք անպայման պիտի եվրոինտեգրվենք, թող Արցախը հանձնեն, Գորիսկապան ճանապարհը հանձնեն, թող Նիկոլը մնա, սա հայ ժողովրդին կեղեքի, բայց մենք պիտի դառնանք եվրոպացի, հասկանում եք, այսինքն ստորադասում են իրենց ինքնությունը այդ եվրոպական ինքնությունից, ինքնառասիզմը, էլի։ Ու հիմա, երբ որ հեղինակությունը Եվրոպան է, իրանք ոնց որ մի տեսակ չեն կարա քննադատեն մեկին, ում իրենցից բարձր են համարում, էլի։ Ոնց որ ասենք, եթե աշակերտը ուսուցչին իրանից բարձր է համարում, չի կարող էլի քննադատի։ Այս բանի մեխանիզմի մեջ են, իսկ իսկական արևմտյան մարդիկ Հայաստանի, այո, իրենք պետք է փրկեն Եվրոպան։ Եվ ես ձեզ ասեմ, Բաքվի բանտերում մեր նստած պատանդները, կլինի Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյան, Դավիթ Իշխանյան, Դավիթ Բաբայան, Լևոն Մնացականյան, ում անունը չտվեցի թող ինձ ներեն, այդ մարդիկ հենց հիմա նաև արևմտյան արժեքներն են պաշտպանում իրենց ազատազրկմամբ, որովհետև կրկնում եմ, Արցախը երկրորդ համաշխարհային պատերազմի կանոնների համաձայն Ադրբեջանից անջատվող եւ ինքնորոշված պետություն էր, որը գնում էր ժողովրդավարության ճանապարհով։ Ես հիշում եմ մի անգամ Դավիթ Հայացյանի հետ, երբ որ երիտասարդ էի, պետքա գնայինք կյանքումս առաջին անգամ ադրբեջանցի տեսնեի, Եվրոպայում բաներ խաղաղության ծրագիր էր։ Ու բաներ Դավիթ Հայացյանը մեզ բաներ անում, էլի խորհրդատվություն էր տալիս մինչև գնալ ու ու ասաց Ադրբեջանը նավթ է ծախում արևմուտքին, աշխարհին, հա, մենք ժողովրդավարություն ենք ծախում։ Հիմա փաստորեն իրանք կտրեցին նավթը ժողովրդավարության դիմաց։ Դրա համար այդտենց Վարուֆակիսի ասած, այդտենց անապատանում են։ Եվ ստեղից ելնելով թե Սաքունցը թե մնացածը պետքա լինելով արևմտյան պետքա փրկեն Եվրոպան։ Իսկ վերադառնալով ձեր ասացին, թե
նախորդ իշխանությունների ժամանակ ոնց է։ Ես ինքս այդ պաշտպանությունը զգացել եմ իմ վրա, երբ որ էլեկտրիկ Երևանից ինձ ապօրինի բան արեցին, բերման ենթարկեցին, տարան ժամերով պահեցին, հետո տարան նարկոդիսպանսեր, բան, Human Rights Watch-երով, բանով, սաղ մեզնից զեկույց էին վերցնում։ Ես այնտեղ նույնիսկ հիշում եմ, ասում էի, դե լավ, եկեք այդ ոստիկանի անունը չտամ, ինչ որ մայոր էր, բան, ոչ, նրանք քեզ տարել են, պետք է անպայման տաս անունը, դե իրանց բանից ճիշտ են ասում։ Այսինքն այդ պաշտպանությունը այդ ահռելի էր, որ մեզ համար կար։ Իսկ հիմա հունիսի 12-ին, երբ որ ցույցը գնդակոծեցին, Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարություն տարածեց, որտեղ ցուցարարներ էին մեղավոր։ Հա, խնդրեմ, այսինքն իրանք իրականում մարդու իրավունքների միջոցով բանակներ էին ստեղծում։ Մարդու իրավունքների պաշտպանությունը շատ կարևոր է։ Ոչ ոք չպետք է դրանից հետ նահանջանի։ Մարդը պետք է պաշտպանված լինի, որպեսզի պետությունը ուժեղ լինի։ Դա միանշանակ է։ Պետությունը նրա համար է, որ այդ մարդու իրավունքների պաշտպանի դերը ստանձնի։ Բայց իրենք շահ չունեին ստեղ, որ հայերի իրավունքները պաշտպանված լինեն։ Իրենք շահ ունեին, որպեսզի հայերի իրավունքների պաշտպանության միջոցով ստեղծեին բանակներ, որոնք կօգտագործեին իշահ իրենց հայերի դեմ հենց։ Հա, իշխանության, գիտեք ոնց է։ Նայեք, օրինակ Նիկոլ Փաշինյանի պարագայում, չէ՞, այդ անունները տվեցիք Սաքունց, Մաքունց եւ այլն։ Իրականում իրանք Նիկոլ Փաշինյանի տակ չեն, իրանք հենց Եվրոպայի տակ են։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսի մտերմանալ Ռուսաստանի հետ ինչ-որ բան անի, այդ հկները, բաները միանգամից sense ֆաս կտան վրա։ Ու տենց եղել է, մի քանի անգամ եղել է, ես նկատել եմ, դուք էլ նկատած կլինեք, նույնիսկ նախընտրական process-ում է նման բան եղել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ։ Իմ հյուրներ կինոռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ԶՍՏ Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտոարժույթ եւ կհանդիպենք հետագայում։